Եկեք անկեղծ լինենք։ Մարդկանց մեծ մասը ուզում է ուժեղ մարմին ունենալ, բայց նրանք հաճախ չեն սկսում մարզվել։ Պատճառը սովորաբար նույնն է՝ ժամանակ չկա։ Աշխատանք, ուսում, ընտանիք, հոգնածություն, եւ արդյունքում մարդիկ հաճախ ասում են՝ երբ ժամանակ ունենամ, կսկսեմ մարզվել։ Բայց իրական գաղտնիքը սա է։ Քեզ պարտադիր չէ ժամերով մնալ մարզասրահում։ Եթե քո ժամանակը սահմանափակ է, դու պարզապես պետք է ընտրես ճիշտ վարժությունները։ Վարժություններ, որոնք աշխատեցնում են միանգամից շատ մկաններ, ոչ թե մեկ փոքր մկան, այլ ամբողջ մարմինը։ Այսօր ես ցույց կտամ 5 ամենահզոր վարժությունները, որոնք կարող ես անել նույնիսկ եթե ունես շատ քիչ ժամանակ։ Եվ այս տեսանյութի վերջում ես նաև ցույց կտամ մի փոքր գաղտնիք, որը կարող է այս 5 վարժությունները դարձնել 2 անգամ ավելի արդյունավետ։ Երբ ես նոր էի սկսում մարզվել, ես փորձում էի անել ամեն ինչ՝ բիցեպս, տրիցեպս, ուս։ Մի խոսքով փորձում էի անել վարժություններ բոլոր մարզասարքերով։ Երբեմն մարզումը տևում էր 2 ժամ, բայց արդյունքը այնքան էլ մեծ չէր։ Մինչև մի օր մի հին մարզիչ ինձ ասաց. Եթե ուզում ես ուժեղ մարմին, սկսիր մեծ շարժումներից, այն շարժումներից, որոնք աշխատեցնում են ամբողջ մարմինը։ Այդ օրը նա ինձ ցույց տվեց ընդամենը 5 վարժություն եւ ասաց. եթե ժամանակ չունես, արա հենց սրանք։ Առաջինը՝ վարժությունների թագավորը՝ squat։ Squat-ը աշխատեցնում է միանգամից բազմաթիվ մկաններ՝ ոտքերը, նստամկանը, որովայնը եւ մեջքի ստորին հատվածը։ Այդ պատճառով այս վարժությունը օգտագործում են ուժային մարզիկները, ֆուտբոլիստները եւ մարտարվեստի մարզիկները։ Շատ մարզիչներ ասում են՝ ուժեղ ոտքեր, ուժեղ մարմին։ Երկրորդ վարժությունը՝ deadlift։ Սա ամենաբնական ուժային շարժումներից մեկն է։ Դու պարզապես բարձրացնում ես ծանրություն գետնից։ Աշխատում են մեջքը, ոտքերը եւ նստամկանը։ Ամրանում է նաեւ բռնվածքը։ Եթե դու լավ deadlift ես անում, նշանակում է քո ամբողջ մարմինը ուժեղ է։ Երրորդ վարժությունը՝ bench press։ Եթե երբևէ եղել ես մարզասրահում, հավանաբար լսել ես այս հարցը. քանի կիլո ես bench անում։ Bench press-ը հիմնականում զարգացնում է կրծքավանդակի մկանները, բայց աշխատում են նաեւ ուսերը եւ տրիցեպսը։ Չորրորդ վարժությունը մարզասրահի իրական թեստն է՝ pull-ups։ Հայերեն սովորաբար ասում ենք տուրնիկից ձգումներ։ Սա մարմնի վերին հատվածի ամենահզոր վարժություններից է սեփական քաշով։ Այս վարժությունը զարգացնում է մեջքի լայնակի մկանը, բիցեպսը եւ ուժեղացնում է բռնվածքը։ Եթե կարողանում ես շատ ձգումներ անել, նշանակում է դու իսկապես ուժեղ ես։ Եվ վերջապես 5-րդ վարժությունը՝ overhead press։ Այստեղ ծանրաձողը բարձրացնում ենք ուսերից վերև։ Overhead press-ը համարվում է մարմնի վերին հատվածի ամենակարևոր ուժային վարժություններից մեկը։ Այստեղ աշխատում են դելտայաձև մկանները, տրիցեպսը եւ նաեւ կայունացնող մկանները։ Այդ պատճառով այս վարժությունը նաեւ ամրացնում է որովայնը եւ մեջքի ստորին հատվածը։ Եթե դու ունես քիչ ժամանակ եւ ուզում ես արդյունավետ մարզվել, դու կարող ես կենտրոնանալ հենց այս վարժությունների վրա։ Բայց հիմա ամենակարևոր գաղտնիքը։ Այս վարժությունները իրական արդյունք տալիս են միայն այն ժամանակ, երբ դու ամեն շաբաթ փորձում ես դառնալ մի փոքր ավելի ուժեղ, այսինքն մի քիչ ավելի ծանր քաշ կամ մի քիչ ավելի շատ կրկնություն։ Սա կոչվում է progressive overload, եւ հենց սա է մկանների աճի իրական գաղտնիքը։ Հիշիր, ուժեղ մարմինը չի կառուցվում հեշտ ճանապարհով, բայց ճիշտ վարժություններով դու կարող ես շատ արագ առաջ գնալ։ Իսկ եթե ուզում ես գրագետ մարզման ծրագիր, գրիր ինձ եւ բաժանորդագրվիր ալիքին, որ բաց չթողնես նոր տեսանյութերը։